Արմեդիա YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ, բարև ձեզ, կանխավ շնորհակալություն բոլորին, մեզ մշտապես աջակցելու համար, անգամ նույնիսկ պարզապես դիտելու, եթե իհարկե բաժանորդագրված չեք, կարող եք դա անել հենց այսօր։ Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Ապրիլի 24-ին ժամը 10:30-ին տեղի կունենա հիշատակի պաշտոնական միջոցառում Մոնտեբելոյի Հայոց ցեղասպանության նահատակների հուշահամալիրում, հասցե 901 Via San Clemente Montebello, Կալիֆոռնիա, որտեղ մեր համայնքը կհավաքվի հարգանքի տուրք մատուցելու 20-րդ դարի առաջին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Միջոցառմանը մասնակցելու համար նախատեսված է նաև անվճար փոխադրամիջոց։ Գլենդելից, Սենթ Մերիս հայկական եկեղեցից, Բրբենքից, Սենթ Լեոն կաթեդրալ եկեղեցիից, Փասադինայից, Սենթ Գրեգորի հայկական եկեղեցից, մեկնումը առավոտյան ժամի 9-ը, վերադարձը ժամը 13:30-ին։ Նույն օրը ժամը 14:00 կկայանա նաև համայնքային քալերթ հիշողության երթ խորագրով։ Մեկնարկը տեղի կունենա La Cienega պարկից 8400 Gregory Way, Beverly Hills, ավարտը Թուրքիայի հյուպատոսարան 8500 Wilshire Boulevard, Beverly Hills։ Օրեր առաջ Գլենդելի քաղաքային խորհուրդը Արտաշես Քասախյանին վստահեց հաջորդ մեկ տարվա քաղաքապետի պատասխանատու դերը։ Ապրիլի 21-ից Քասախյանը, որն արդեն երկրորդ անգամ է ընտրվում այս պաշտոնում, առաջին նիստը պետք է գլխավորեր։ Րոպեներ առաջ զրուցել ենք նրա հետ եւ տեղեկացել առաջիկա ծրագրերի մասին։ Մանրամասները Մարիամ Աթաբեկյանի ռեպորտաժում։ Արտաշես Արտի Քասախյանը երկար տարիներ ծառայում է Գլենդել զարդաքաղաքին։ Վերջին տարիներին որպես քաղաքային խորհրդի անդամ ձևավորել է կայուն ու փորձառու ղեկավարի հեղինակություն։ Քասախյանը համարվում է այն գործիչներից, ով կարողացել է համատեղել համայնքային ներգրավվածությունը եւ կառավարման արդյունավետությունը։ Խորհրդի 5 անդամներից 4-ը հայազգի են, սակայն Գլենդելը որքան էլ որ հայաշատ քաղաք է, այն մնում է յուրահատուկ լինելով բազմազգ եւ քաղաքապետ Քասախյանի խնդիրն է ծառայել բոլորին հավասարապես։ 50%-ից ավելի Գլենդելի բնակիչներին եկել են այստեղ ուրիշ երկրներից, ուրեմն մենք ունենք այստեղ կորեացիներ, ֆիլիպինցիներ, սպանախոս տարբեր երկրներից մարդիկ եւ կարծում եմ մենք մի այց ունենք, որ մեր աշխատանքով ցույց տանք ամբողջ Լոս Անջելես տարածքին, մանավանդ որ շուտով Լոս Անջելես շրջանում մեծ միջազգային պրոգրամներ պիտի ձեռնարկներ կատարվեն, սկսած աշխարհի ֆուտբոլի խաղերով, World Cup եւ նաեւ օլիմպիական խաղեր որ գալիս են։ Մենք պարզապես պիտի շարունակենք Գլենդելը այնպիսի ձևի ներկայացնենք, որ լինի բարձրանք ամբողջ Լոս Անջելես շրջանի։ Քաղաքապետը ներկայացրել է նաև առաջիկա ծրագրերը եւ առաջնահերթություններ ընդգծելով, որ քաղաքը ոչ միայն գեղեցիկ կենտրոն է, այլև տնտեսական ու կրթական կարևոր հարթակ իր զարգացող կենտրակառուցվածքներով եւ համայնքային ծրագրերով։ Գլենդելը լինելով մեծ ու ակտիվ քաղաք ունի ավելի բարդ դինամիկա եւ ընդհանուր առմամբ համարվում է անվտանգ ապրելու համար։ Արտաշես Քասախյանի համոզմամբ շարունակական աշխատանք է տարվում ել ավելի բարելավելու ուղղությամբ։ Մենք ունենք ծախսեր, այդ ծախսերին մի գլխավոր մաս է կազմում, ինչպես ենք մենք կարողանում հասնենք մեր բնակչության պահանջներին եւ սկսած ոստիկանական ապահովությունի, փորձելով ավելացնել քանակը ոստիկանների, հրշեջային բաժինը զորացնել, որտեղ Գլենդելը գտնվում է սարերի մեջ մի շրջանում, որտեղ մենք տեսել ենք ինչպես անցյալ մի քանի տարիներում ինչ տեսակ ահավոր սարսափելի հրթեհներ են տեղի ունենում, ինչպես տասնյակ հազարավոր տուններ կորսվեցին Palisades ծովափներին եւ մեր կողքի հենց հարևան շրջանում Ալտադինայում այդ պատրաստությունները անշուշտ պիտի շարունակվեն։ Դրանից բացի մենք պետք է զարգացնենք այստեղ Գլենդելի այնպիսի քաղաք դարձնենք, որ մարդիկ զգան, որ ուզում են բիզնես բացեն այստեղ։ Քասախյանը խոսեց նաև երիտասարդության մասին, ընդգծելով, որ հենց նրանք են քաղաքի ապագան։ Նա կարևորեց նրանց ներգրավվածությունը համայնքային կյանքում եւ նշեց, որ քաղաքապետարանը շարունակելու է աջակցել այն ծրագրերին, որոնք ուղղված են երիտասարդների կրթությանը, զբաղվածությանը եւ զարգացմանը։ Անդրադառնալով այս տարվա սպասվող ընտրություններին, որտեղ նաև քաղաքային խորհրդում 3 թափուր տեղի համար անդամներ են ընտրվելու, Արտաշես Քասախյանը կոչ է արել ընտրողներին լինել ակտիվ եւ պատասխանատու։ Նայեն ուսումնասիրեն, տեսնեն, որ տեխնացուներն են կողմ նույն տեսակ գաղափարներին, ովքեր են խանգարողները, ովքեր են մեծ խոսողները, խոստումներ տվողները եւ ոնց ասեմ, ինչպես ասեմ, կարևոր է ոչ միայն քվեարկել, բայց խելոք եւ ուսումնասիրող քվեարկող լինել, ոչ միայն որտեվ մեկի այս նեքսիում կամ մյուս բան նեքսիում, այսինքն մարկեսային քվեարկելը վտանգավոր բան է, դա խորը հետևանքներ կունենա։
Միացյալ Նահանգներ Իրան լարվածությունը շարունակում է սրվել եւ նոր զարգացումները վկայում են, որ իրավիճակը շարունակում է մնալ չափազանց վտանգավոր։ Իրանը գրավել է 2 առևտրային նավ, պատճառաբանելով ծովային խախտումները։ Իրանական կողմի փոխանցմամբ գործողությունը իրականացվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից եւ նավերը տեղափոխվել են Իրանի տարածքային ջրեր, բեռների եւ փաստաթղթերի ստուգման նպատակով։ Սա առաջին նման դեպքն է փետրվարի վերջում սկսված ռազմական բախումներից հետո։ Տեղեկությունների համաձայն Թեհրանը հարվածներ է հասցրել այն նավերին, որոնք փորձել են անցնել առանց իր թույլատվության։ Երեկ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ժամանակավորապես դադարեցնում է Իրանի դեմ հնարավոր հարվածները։ Նրա խոսքով այդ որոշումը կայացվել է Պակիստանի խնդրանքով հնարավորություն տալու Իրանի ղեկավարությանը հանդես գալ միասնական առաջարկով։ Թրամփը նաև ընդգծել էր, որ Միացյալ Նահանգները շարունակելու է Իրանի նավահանգիստների նկատմամբ ծովային շրջափակումը, ինչը Իրանը գնահատում է որպես պատերազմի ակտ։ Իրանական կողմը իր հերթին հայտարարել է, որ չի խնդրել հրադադարի երկարաձգում եւ պատրաստ է ուժով կոտրել այդ շրջափակումը։ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ 40-օրյա պատերազմի ավարտից հետո երկրի ներսում բազմաթիվ մարդիկ նույնիսկ դժգոհ են եղել հրադադարից, կոչ անելով շարունակել ճնշումը հակառակորդի վրա։ Ազիզին նշել է, որ հրադադարը դիտարկվել է որպես ժամանակավոր հնարավորություն ուժերը վերակազմավորելու եւ վերականգնելու համար, սակայն Իրանն այն չի համարում վերջնական փուլ։ Լարվածության ֆոնին Իրանը ցուցադրել է նաև իր ռազմական կարողությունները։ Թեհրանում կազմակերպված զորահանդեսի ընթացքում ներկայացվել են բալիստիկ հրթիռներ, ինչը դիտարկվում է որպես բացահայտ ուժի ցուցադրում եւ ազդանշան հակառակորդին, տվյալ դեպքում Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին։ Սպիտակ տան Բաքում կայացել է մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթի ճեպազրույցը, որը հայտարարել է, որ հրադադարը չունի հստակ ժամկետ եւ ամբողջությամբ կախված է նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից։ Լևիթը հաստատել է, որ Վաշինգտոնը միաժամանակ պահպանում է երկու ուղղություն՝ մի կողմից ռազմական գործողությունների դադարեցումն է, մյուս կողմից Իրանի նկատմամբ խիստ տնտեսական ճնշումը։ Միացյալ Նահանգները շարունակում է ծովային շրջափակումը Իրանի նավահանգիստների շուրջ, ինչը պաշտոնական տվյալներով լուրջ հարված է հասցնում երկրի տնտեսությանը։ Սպիտակ տան գնահատմամբ Իրանը ամեն օր կորցնում է $100 միլիոնավոր, իսկ նավթի արտահանումը փաստացի կաթվածահար է։ Պաշտոնական Վաշինգտոնն այս քայլերը դիտարկում է որպես բանակցային լծակ, ստիպելու Թեհրանին ներկայացնել միասնական եւ հստակ առաջարկ։ Ամերիկյան կողմը պնդում է, որ Իրանի ներսում առկա են լուրջ տարաձայնություններ տարբեր ուժերի միջև եւ հենց այդ պատճառով էլ սպասում են միասնական դիրքորոշման ձևավորմանը։ Միաժամանակ Սպիտակ տունը նշում է, որ Իրանի հրապարակային հայտարարությունները հաճախ չեն արտացոլում իրական բանակցային գործընթացը։ Լևիթի խոսքով այն ինչ հնչում է հրապարակայնորեն, կարող է ապես տարբերվել փակ դիվանագիտական շփումներից։ Այս փուլում գլխավոր հարցը մնում է, որքան երկար կպահպանվի հրադադարը եւ արդյոք այն կվերածվի լիարժեք համաձայնության։ ԱՄՆ Սենատում կրկին ձախողվել է դեմոկրատների փորձը դադարեցնելու Իրանի դեմ պատերազմը։ Սենատը մերժել է համապատասխան բանաձևը 46 կողմ 51 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Հանրապետականները հիմնականում աջակցել են նախագահի ռազմական գործողություններին։ Սա արդեն 5-րդ դեպքն է այս տարվա ընթացքում, երբ Սենատը փաստացի փոխանցում է իր ռազմական լիազորությունները նախագահին, մի հակամարտության շրջանակում, որը դեմոկրատները համարում են ապօրինի եւ չհիմնավորված։ Բանաձևը նախատեսում էր, որ Միացյալ Նահանգները պետք է դուրս բերի իր զինված ուժերը մինչև կոնգրեսի կողմից նոր ռազմական լիազորության հաստատումը։ Սենատի դեմոկրատ առաջնորդ Չակ Շումերը զգուշացրել է, որքան երկար Թրամփը ձգձգում է այս պատերազմից դուրս գալը, այնքան իրավիճակը խորանում է եւ ավելի դժվար է դառնալու դրանից դուրս գալը։ Մինչդեռ հանրապետականները նշում են, որ ցանկանում են արագ ավարտել պատերազմը ու շարունակում են միևնույն ժամանակ հիմնականում խուսափել նախագահի քննադատությունից։ Սենատի մեծամասնության առաջնորդ Ջոն Թյունը հայտարարել է, որ հանրապետականների մեծ մասը վստահ է նախագահը ճիշտ է գործում, թույլ չտալու, որ Իրանը միջուկային սպառնալիք դառնա աշխարհի համար։ Լոս Անջելեսում շարունակող բնակարանային գողությունների ալիքը նոր զարգացումներ է ստանում։ Ոստիկանությունը մեկ գիշերվա ընթացքում արձագանքել է եւս 4 դեպքի տարբեր թաղամասերում։ Ստուդիո Սիթիում բնակարաններից մեկում մահազանգը ստացվել է երեկոյան ժամը 20:30-ի սահմաններում, երբ տան սեփականատերը վերադարձել է ու հայտնաբերել, որ տան դուռը բաց է, կասկածելով, որ գողը դեռևս կարող է լինել տան ներսում։ Ոստիկանությունն իրականացրել է տարածքի ստուգում, սակայն կասկածյալները հավանաբար արդեն հեռացել էին։ Ավելի վաղ նույն երեկոյան Տոլուկա լեյքում մի կին զանգարել է 911 տեղեկացնելով իր բակում գտնվող 2 կասկածելի անձանց մասին, որոնք նրա կարծիքով ուսումնասիրում էին տունը։ Չնայած նրանք չեն ներխուժել, ոստիկանությունը ենթադրում է, որ նույն անձիկ կարող էին արդեն քիչ անց ներխուժել մոտակայքում գտնվող մեկ այլ տուն Պլասեդիա ավենյուում, որտեղ սեփականատերը տեսանկարահանման միջոցով ֆիքսել է նրանց մուտքը հետևի դռնով։ Միշն Հիլզում եւս արձանագրվել է դեպք, երբ մի կին ակտիվացրել էր իր հազանգման
հերթական համակարգը նկատելով լապտերներով շրջող մարդկանց իր բակում, որոնք հնարավոր է փորձում էին ներխուժել տուն։ Չնայած ոստիկանության ակտիվ գործողություններին այս դեպքերից ոչ մեկում ձերբակալություններ չեն իրականացվել, ինչը մեծացնում է բնակիչների անհանգստությունը։ Վերջին շաբաթներին նմանատիպ դեպքեր են գրանցվել նաև Սիլմարում, Շերման Օքսում, Վելիգլենում եւ Վեստֆուդում։ Շատ դեպքերում տեսախցիկները ֆիքսում են դիմակավորված կասկածյալներին, սակայն նրանց նույնականացնել կամ բռնել դեռևս չի հաջողվում։ Քաղաքապետ Քերեն Բասը հանձնարարել է ոստիկանությանը ուժեղացնել պարեկությունը եւ կիրառել լրացուցիչ տեխնոլոգիաներ, այդ թվում ավտոմեքենաների համարանիշների ճանաչման համակարգեր հանցագործներին հայտնաբերելու նպատակով։ Բնակիչները շարունակում են պահանջել ավելի կոշտ եւ արդյունավետ քայլեր ապահովելու իրենց անվտանգությունը։ Միացյալ Նահանգներում հերթական ողբերգական միջադեպն է գրանցվել Արևմտյան Վիրջինիա նահանգում քիմիական արտահոսքը դարձել է մահացու։ Դեպքը տեղի է ունեցել Catalyst Refiners գործարանում, որը գտնվում է ինստիտուտ քաղաքում Չարլստոնից ոչ հեռու։ Պաշտոնական տվյալներով միջադեպի հետևանքով զոհվել է 2 մարդ, իսկ առնվազն 30-ը տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Իրավիճակը բարդացել է նրանով, որ տուժածների թվում են եղել նաև շտապօգնության աշխատակիցները։ 7 բուժաշխատող վնասվել է հենց դեպքի վայրում արձագանքելու ընթացքում։ Արտահոսքի պատճառը ըստ արտակարգ իրավիճակների պատասխանատուների դարձել է քիմիական ռեակցիան ազոտական թթվի եւ մեկ այլ նյութի միջև։ Նշվում է, որ ռեակցիան եղել է ուժեղ եւ անկառավարելի, արագ վերածվելով վտանգավոր գազային արտահոսքի։ Տուժածների մոտ հիմնականում արձանագրվել են շնչառական խնդիրներ, հազ, շնչահեղձություն, կոկորդի ցավ, աչքերի գրգռում։ Դեպքից հետո իշխանությունները սահմանել էին մնալ տանը հրահանգ շրջակա բնակչության համար, որը ուժի մեջ է եղել ավելի քան 5 ժամ։ Հազվադեպ դեպք Միացյալ Նահանգներում Ֆլորիդա նահանգում նոր աղմկահարույց զարգացում է գրանցվել։ Նահանգի գլխավոր դատախազը հայտարարել է, որ սկսել է քրեական հետաքննություն արհեստական բանականության ոլորտում գործող OpenAI ընկերության եւ դրա ChatGPT հավելվածի շուրջ կապված նախորդ տարվա Ֆլորիդայի պետական համալսանում տեղի ունեցած մահաբեր կրակոցների հետ։ Քննության ուշադրության կենտրոնում է հարձակվողի եւ chatbot-ի միջև եղած հաղորդակցությունը։ Ըստ պաշտոնական տվյալների, այդ հաղորդագրությունների ուսումնասիրությունները հիմք է տվել ենթադրելու, որ հնարավոր է առկա լինի քրեական պատասխանատվության հարց։ Հիշեցնեմ, որ այդ հարձակման հետևանքով 2 մարդ զոհվել էր եւս 6-ը վիրավորվել։ Հարձակվողը վնասազերծվել էր ոստիկանության կողմից եւ հետագայում մեղադրվել սպանության եւ սպանության փորձի մի շարք հոդվածներով։ Դատախազի գրասենյակի ներկայացմամբ հաղորդագրությունների մեջ կան տվյալներ, համաձայն որոնց chatbot-ը տվել է տեղեկություններ զենքերի տեսակների, զինամթերքի համապատասխանության, ինչպես նաեւ հարձակման համար հարմար վայրերի եւ ժամանակների վերաբերյալ։ Այս հանգամանքներն են դարձել քննության հիմքը պարզելու, արդյոք ընկերությունը կարող է կրել որևէ իրավական պատասխանատվություն։ OpenAI-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ տեղի ունեցածը ողբերգություն է, սակայն իրենք պատասխանատվություն չեն կրում։ Ըստ նրանց, համակարգը տրամադրել է միայն ընդհանուր եւ փաստացի տեղեկություն ու չի խրախուսել որևէ ապօրինի կամ վտանգավոր գործողություն։ Նա նաև նշել է, որ դեպքից հետո ընկերությունը հայտնաբերել է կասկածյալի հետ կապված օգտատերի հաշիվը ու այդ տվյալները փոխանցել իրավապահ մարմիններին անմիջապես համագործակցելով։ Այս գործը կարող է դառնալ կարևոր նախադեպ, որոշելու թե ինչ սահմաններ եւ պատասխանատվություն կարող են ունենալ արհեստական բանականության համակարգերը նմանատիպ դեպքերում։ Դե ինչ, այսօրվա համար առանձնացրել էինք այսքանը։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Ամենակարևորը՝ առողջ եւ խաղաղ եղեք։ Ցտեսություն։